Ողջույն բոլորին, այսօր ես ուզում եմ ձեզ ներկայացնել 20-րդ դարի ռուս գրող Վլադիմիր Նաբոկովի վեպը, որը կոչվում է Լուժնի պաշտպանությունը։ Ահա այս գրքում զետեղված է նաև այդ վեպը, որը գրվել է 1929 թվականին, երբ Նաբոկովը արդեն լքել էր Ռուսաստանը, բայց դեռ չէր հասել Միացյալ Նահանգներ, գրվել է Եվրոպայում, ավարտել է այդ վեպը Գերմանիայում եւ հիմնական գործողությունը այդ ստեղծագործության տեղի է ունենում հենց Բերլինում։ Որպես երկրորդական գիծ այստեղ կա ռուսական էմիգրանտական միջավայրը, որը Նաբոկովը առանձնապես չէր հավանում, եւ որպես ֆոն կա նաեւ անցած պատերազմը եւ անցած ռուսական հեղափոխությունը խորհրդային Ռուսաստանը, բայց դա ամենագլխավոր գիծը չի, այսպես ասած, այս վեպին։ Գլխավոր հերոսը աուտիկ բնավորություն ունեցող շախմատիստ է, մի քիչ հիշեցնում է այս վեպը Ստեֆան Zweigի շախմատային նովելը, որը գրվել է այս ստեղծագործությունից հետո 10 տարի հետո 39 թվականին, եւ այնտեղ շատ մեծ օժտվածություն, նույնիսկ հանճար ունեցող մի անձնավորություն, որը պրոֆեսիոնալ շախմատիստ չի, բայց բոլոր պարտիաները խաղում է իր մտքում, նա կարողանում է հաղթել աշխարհի չեմպիոնին, որը շատ կարևոր է, բավականին բութ անհետաքրքիր գորշ անձնավորություն է, բայց հետո այդ հանճարեղ շախմատիստի, հանճարեղ սիրողի, այսպես ասած, նյարդերը չեն դիմանում եւ նա պարտվում է։ Այստեղ Նաբոկովի մոտ նույնպես բախվում են սովորականը եւ անսովորը։ Չնայած Լուժինը պրոֆեսիոնալ շախմատիստ է, մասնակցում է մրցաշարերին եւ այլն, բայց նա չափազանց անսովոր մարդ է։ Իսկ սովորականը նրա կինն է, նրա շրջապատը, որոնք հասկանում են, որ Լուժինի կիրքը շախմատի հանդեպ կարող է շատ վատ վերջանալ, կարող է մահաբեր լինել։ Լուժինը, ինչպես որ գրված է այս տեքստում, չափման այլ միավորման մեջ է ապրում։ Նա իր կյանքը ընկալում է նույնպես որպես շախմատային պարտիա, իր կրկնվող դիրքերով, իր կոմբինացիաներով, իր ֆիգուրների զոհաբերություններով եւ այլն։ Իսկ կինը նրան փորձում է հետ պահել շախմատից, հենց այդ պատճառով, որ հասկանում է, որ դա կարող է մահաբեր լինել, եւ վերադարձնել սովորական կյանք։ Լուժինը անկեղծորեն փորձում է դա անել, բայց սովորական կյանքում նա իրեն դրսևորում է որպես ալարկոտ, նույնիսկ ալարում է նույնիսկ խոսել, շատ կարճ է խոսում եւ անհասկանալի երբեմն։ Ընդդարմացած մի անձնավորություն, բացարձակապես շփման մեջ չմտնող կամ շատ քիչ շփման մեջ մտնող այլ մարդկանց հետ։ Եվ այստեղ Նաբոկովը հարց է տալիս. արդյոք հանճարը բոլոր ոլորտներում, թե միայն իր նեղ ոլորտում, եւ կարծես թե հակված է երկրորդ տարբերակին։ Այս վեպում շատ հետաքրքիր է շախմատի եւ երաժշտության զուգորդումը, զուգահեռները, որոնք բազմաթիվ են, բազմաթիվ տեղերում մենք հանդիպում ենք, տուրատի հետ պարտիան, գլխավոր մրցակցի հետ պարտիան ընդհատվում է եւ դրանից հետո վատանում է Լուժինը, եւ հետո ինքը, ինչպես որ սիմֆոնիան ընդհատվում է եւ նա փորձում է տարբեր ձևով շարունակել այդ սիմֆոնիայի մասերը, այդպես էլ նա Լուժինը փորձում է շարունակել տուրատի հետ այդ պարտիան, անընդհատ այդ խաղը նրան տանջում է։ Վերջում վերնագրի մասին Լուժինի պաշտպանությունը։ Պաշտպանություն բառը, ինչպես հասկանում եք, ունի երկու իմաստ։ Մեկը շախմատում շատ ընդունված, այդպես է ընդունված անվանել դեբյուտները։ Կա, ասենք, Նեմցովիչի պաշտպանությունը, Ալյոխինի պաշտպանությունը, իդեպ շատ դեպքերում այդ հերոսի բնօրինակը համարում են, որ հենց ռուս մեծ շախմատիստ Ալեքսանդր Ալյոխինն է կամ Ալեխինը, որը աշխարհի 4-րդ չեմպիոնն էր։ Բայց պաշտպանություն բառը ունի նաև ուղիղ իմաստ։ Ինչպես պաշտպանվել։ Տվյալ դեպքում Լուժինը պաշտպանվում է կյանքից եւ վերջում գալիս է այն եզրակացության, որ պաշտպանվելու լավագույն ձևն է այդ պարտիայից, այսինքն կյանքից դուրս գալը։ Կարդացեք որակյալ գեղարվեստական գրականություն, դա հավատացնում եմ ձեզ զարգացնում է մեր մտածողությունը, դարձնում է այդ մտածողությունը ավելի բարդ։ Լավ մնացեք։